Ընտրախախտումների մասին այս պահին զրուցելու եմ երիտասարդական ակումբների դաշնության արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի հետ։ Բարի երեկո, Տիկին Համբարձումյան։ Բարի երեկո։ Ինչպես կգնահատեք ընտրության օրվա ընդհանուր մթնոլորտը, ձեր դիտորդական խումբը քանի տեղամաս է դիտարկել եւ քանի դիտորդ է աշխատել այսօր։ Բարի, այսօր ժամը 7-ից սկսած մեր դիտորդական առաքելության խումբը իր եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներով դիտարկել ենք շուրջ 300-ից 350 ընտրատեղամասեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, դա նշանակում է տարբեր մարզերում, Երևան քաղաքում եւ այլն, եւ մեծ ակտիվություն կա ասեմ ընտրողների, որը որ մեր խումբը որակավորել է որպես աննախադեպ դեպք, ինչը որ մեզ համար հաճելի է, քանի որ մեզ համար ամենաառաջնային խնդիրը դա մեր ընտրողների կամարտահայտություններ, քաղաքական դիրքորոշումներ, իրենց ազատ կամքով եւ ազատ քվեով արտահայտվելը, բայց ինչ վերաբերում է ընտրախախտումներին, սա եւս ակտիվության փուլում է գտնվել։ Արդյոք այս ընտրությունը տարբերվում է նախորդ ընտրություններից արձանագրված խախտումների բնույթով եւ քանակով։ Անշուշտ տարբերվում է մեր արդար քվե դիտորդական առաքելությամբ հատկանշական եմ համարում ընդգծել, որ տեսեք մայիսի 14-ից մինչև հունիսի 6-ը ընկած ժամանակահատվածում մենք ֆիքսել էինք մեր youthvote.live կայքով ընտրախախտումների ավելի քան 381 դեպք, բայց այժմ այդ դեպքերը դարձել են 680 դեպք, ընդամենը մեկ օրվա ընթացքում եւ այն էլ օրը դեռ չի ավարտվել, առավոտվա ժամը 7-ից մինչև հենց այս պահը գրանցված ունենք 680 դեպք, որից մերժված 450 դեպքեր։ Սա նշանակում է, որ քաղաքացիների ուշադրությանն է մեծ արժանացել ընտրախախտումները, նրանց մտահոգության առարկան է դարձել եւ նաեւ մեր դիտորդների միջոցով մենք ստանում ենք այդ տեղեկությունները, այդ թվի հաշվարկի մեջ նաեւ չի մտնում ահազանգերը, որոնք ստանում ենք հեռախոսազանգերով։ Հեռախոսազանգերով փոխանցած տվյալները մոտ 100-ն են եւ դրանցից անմիջական հրապարակումներ ենք անում, մոտ 80-ը արդեն հրապարակվել է մեր արդար քվե դիտորդական առաքելության Facebook-յան էջով։ Եվ մեզ համար մտահոգիչ չեն, որ ընտրախախտումների մեծ մասը կապված են կազմակերպչական եւ փաստաթղթավորման գործընթացների հետ։ Սա նշանակում է մեր դիտարկումներով, որ ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտները լինեն հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք կամ այլ անձինք, ովքեր գործընթացի հետ կապ ունեն, մեծ իրազեկվածության եւ գիտելիքների ու կարողությունների պակաս ունեն։ Իսկ ունեք մոտավոր պատկեր, թե ընտրախախտումները հիմնականում որտեղից են, մայրաքաղաքից, թե հանրապետության այլ մարզերից։ Այդ դեպքով կարող եք արձանագրել, որ մի շարք շրջաններ կան, որոնք մեզ համար պիկ են, այսպես ասած, թոփ տեղեր են զբաղեցնում, դա առաջինը Երևանն է, գլոբալ առումով, բայց երբ որ նայում ենք մեր դիտորդների տրված տեղեկությունները ըստ ընտրատեղամասերի, ապա մեծ տեղ է գրավում Շենգավիթի վարչական շրջանը, Էրեբունի վարչական շրջանը, մասամբ նաև Նորքից ունենք այսպիսի արձագանքներ ու նաև այլ մարզերից, մասնավորապես Շիրակը, Արմավիրը, Վայոց ձորը։ Արդյոք արձանագրվել են դեպքեր, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքի վրա ձեզ։ Անշուշտ, հիմա ես մեր տեսակավորումը ասեմ, պատկերացնենք, թե ինչպիսի գործընթացի հետ մենք գործ ունենք այս ընտրախախտումների փուլում։ Քվեարկության գործընթացի խախտումները արձանագրվել 2 ժամվա ընթացքում 30 դեպք եւ ընդհանուր մինչ այս պահը 95 դեպք։ Տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրներ 2 ժամում ընդամենը 8 դեպք եւ մինչ այս պահը 32 դեպք։ Միջադեպեր ընտրատեղամասերում 21 դեպք, տեղամասում գտնվելու կարգի խախտումներ, ապօրինի քարոզչության դեպքեր, ընտրողների վրա ճնշման եւ վախեցման դեպքեր, փաստաթղթերի հետ կապված այլ խնդիրներ եւ ընտրական հանձնաժողովների աշխատանքների հետ կապված դեպքեր։ Մենք ժամը 1-ի դրությամբ հայտարարել ենք մեր զեկույցում, որ մեծ տեղ ենք տալիս նաև դիտորդների իրավունքների դեմ ուղղված, իրավունքների ոտնահարման ուղղված ընտրախախտումներին։ Կարծում եմ սա ամենաիրազեկված մասն է ընտրական գործընթացում
որ եւ դիտորդը եւ վստահված անձը եւ ընտրողը ինչպիսի իրավունքներ եւ պարտավորություններ ունի, հետեւաբար, եթե այդ մեծ իրազեկման միջոցով անգամ չկարողացանք պաշտպանել այն անօրինական քայլերը, որոնք որ այժմ կատարվում է եւ կատարվել է եւ շարունակում է կատարվել դիտորդների իրավունքների դեմ, ապա ինչ կարող ենք ասել քվեարկության թղթիկների մասին, ինչ կարող ենք ասել ապօրինի քարոզչության մասին, որ ընտրատեղամաս են մտնում իրենց քաղաքական ուժի քարոզչական նյութերով, մասնավորապես օրինակ քարտեզներով կամ գլխարկներով, շապիկներով անգամ վստահված անձին գալիս են առանց բեյջերի կամ թաքցնում են դրանք իրենց գրպաններում, այսպիսի բազմաթիվ վիճահարույց եւ աղմկահարույց դեպքեր ունենք։ Ձեր դիտորդները խոչընդոտների բախվել են։ Այո, սկսած ժամը 7:00-ից, մասնավորապես Շենգավիթի համայնքում մեր դիտորդները բախվել են այնպիսի խախտումների, որ նրանց արգելել են հանձնաժողովի առաջին նիստին մասնակցել առավոտյան նիստին, ասելով որ դուք իրավունք չունեք մասնակցելու, մեր դիտորդի պնդմամբ էլի ցավոք սրտի չի հաջողվել համոզել, որ նրանք իրավունք ունեն, բայց մենք արագ արձագանքել ենք եւ որոշ տեղամասերում արդեն այդ խախտումները կամաց լուծվել են։ Իսկ իրավապահները ինչպես են արձագանքել ձեր ներկայացրած ահազանգերին։ Դեռևս իրավական փորձագիտական խումբը աշխատում է այդ ուղղությամբ, այժմ հաստատված հաշվետվություն չունենք եւ չեմ կարող ներկայացնել։ Իսկ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները հրաժարվել են տրամադրել անհրաժեշտ տեղեկություն կամ արդեն նշեցիք սահմանափակել են դիտորդի աշխատանքը կամ էլ չեն արձանագրել խախտումը, որովհետև ունենք դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը հրաժարվել էր արձանագրել այդ խախտումը։ Այո, բազմաթիվ են, անգամ կարող եմ հնչեցնել այստեղ եթերով, որտեղ դա շատ եւ անմարդկային էր մեզ համար թվում եւ ինքը ընտրախախտում է, օրենքի խախտում է։ Մեր դիտորդին արգելել են զուգարանից օգտվել հանձնաժողովի ընտրատեղամասում եւ այնուհետեւ երբ որ երկու խախտումներ է արձանագրել նա եւ պնդել, որ պետք է արձանագրի հանձնաժողովի նախագահի միջամտությամբ անմիջական վերահսկողության տակ նրանք ասել են, որ արի մի արձանագրի, բայց օգտվիր զուգարանից։ Սա գիտեք ոնց ոչ մի ձևով չես կարող բնութագրել, այսինքն օրենքի շրջանակում անգամ տեղավորելի չէ, անմարդկային սովորական տարեր է պարունակում, որը զարմանալի է, որ այսօր 21-րդ դարում 2026 թվականում կարող էր տեղի ունենալ դեպի զարգացումը քայլ առ քայլ գնացող Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար վիրավորական է այս դեպքերի ամրագրումը։ Հանձնաժողովների աշխատանքներում նաև նկատվել է այնպիսի թերություններ, երկու ծրարը միանգամից մեկ մարդուն տրամադրելու մեջ, քվեարկության թուղթը թերթիկը երկուական տրամադրելու մեջ, որը խոսում է այն դիտավորության մասին, գուցե ցանկանում են շուտ սպառվի այդ քվեաթերթիկները եւ հաջորդ քվեարկողի համար ստեղծվի խոչընդոտ նոր այդպիսի քվեաթերթիկ ստանալու համար, որ հնարավոր են գտնում այդպիսի դեպքերը, բայց իհարկե չենք հաստատում, բայց հաստատում ենք, որ այդպիսի խախտումներ տեղի են ունեցել եւ սա անթույլատրելի է մեզ համար։ Իսկ նախընտրական շրջանում ինչ խախտումներ եք արձանագրել։ Նախընտրական շրջանում եւս հաղորդել ենք դրա մասին։ Հիմա այնքան ենք այսօրվա ընտրախախտումներով հագեցած, որ փորձեմ հիշել ինչպիսի վիճակահարույց դեպքեր, ատելության խոսքի, վարչական ռեսուրսի օգտագործումը մեզ շատ մտահոգեց, հատկապես քարոզչական նյութերի տարածման մեջ վարչական ռեսուրսի օգտագործմանը, հատկապես ուսումնական հաստատությունների եւ անչափահասներին քարոզչական քաղաքական գործընթացներին ներառելը, սրանք բոլորը այո, հիշեցի նաև ընտրախախտումներից ամենագրավիչը այն է մեզ համար նաև անթույլատրելին այն է, որ քվեախցիկին մոտենում են ոչ թե մի հոգի, այլ միանգամից 3 կամ 4 հոգի եւ հանձնաժողովը նրանց չի կասեցնում, այլ դիտորդի մատնանշումից հետո են միայն անդրադառնում այս խնդրին։ Սա թույլ է տալիս մեզ մտածել, որ եւս մեկ անգամ փաստեմ եւ վերահաստատեմ, որ ընտրական գործընթացի ցանկացած մասնակից
ընտրողից միջև հանձնաժողովի անդամ կարիք ունի ճիշտ իրազեկման, ընտրական գործընթացների նախապես իրազեկման եւ նախապես դասընթացների անցկացման։ Մենք ինչքանով որ հնարավոր է, ներառելով տեսեք շուրջ 360 դիտորդի, մենք ինչքան հնարավոր է մեր դիտորդական առաքելությունը թվային գործիքակազմի գիտելիքներ ու կարողություններ եւ ընտրական գործընթացի գիտելիքներ ու կարողություններ փորձեց տրամադրել մեր դիտորդներին։ Մենք արդեն կարող ենք հանգիստ սրտով նշել, որ շուրջ 360 հոգի պատրաստ համայնք ունենք, պատրաստ հասարակության մաս ունենք, բայց տեսեք ինչքան մեծ է մեր հայկական համայնքը, ինչքան մեծ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի այն մասը, ովքեր իրավունք ունեն ընտրելու, ովքեր իրավունք ունեն ընտրական գործընթացներում ներառվելու пассив կամ ակտիվ ընտրակարգով։ Իսկ այս նախընտրական շրջանում արձանագրված քրեական վարույթները, ձերբակալությունները ըստ ձեզ ազդեցություն ունեցել են ընտրական միջավայրի վրա։ Անկեղծ ասած մենք դա դիտարկում ենք այո, որ ազդեցություն ունի, ընդհանրապես ազդեցություն ունի, բայց որպես այդպիսին, որ ստույգ տվյալներով նշեմ, չափելի չէ մեզ համար, մենք ուշադրություն չենք մեր ուշադրությունը չի ներառել ընտրակաշարքի թեման, օրինակ, հա, պետական դավաճանության թեմաները, որոնց արդիվ բազմաթիվ ձերբակալություններ եղան, բայց սրանք նպաստել են, որպեսզի որևէ քաղաքական ուժի վարկանիշի վրա ազդեցություն գործեն, վատ ազդեցություն իհարկե, եթե մարդու կամ կազմակերպության դեմ որևէ քաղաքական կամ քրեական գործընթաց է սկսում, պարզ է, որ նրա բարի համբավը ավելի վարկանիշը իջնում է, քան բարձրանում է, սակայն կարծում եմ, որ դրանցից շատ քիչ են հաստատվածները, ի վերջո չհաստատված մեղադրանքի, այսպես հա, արդարացություն կա այդտեղ եւ պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն քաղաքական ուժերի ծրագրերին, նրանց պատրաստվածությանը եւ ոչ թե նրանց դեմ հարուցվող գործերին։ Շատ շնորհակալ եմ, Տիկին Ամբարձումյան։ Շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, ես զրուցում եմ երիտասարդական ակումբների դաշնության Արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի հետ։ Վաշինգտոնը, որոնք առաջ